Մենք սերտ գործընկերներ ենք Ռուսաստանի հետ եւ շատ սերտ տնտեսական կապեր ունենք, քաղաքական կապեր ունենք, թեպետ դուք գիտեք, որ մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին եւ դա կապված էր որոշ իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան 2022 թվականին, քանի որ Հայաստանը հիասթափված էր ՀԱՊԿ-ից, քանի որ ունենալով իրավական պարտավորություն ՀԱՊԿ-ը հավուր պատշաճի չարձագանքեց անվտանգության մարտահրավերներին, որոնք կային Հայաստանի համար։ Մյուս կողմից սակայն մենք ասում ենք, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ներկայումս վերափոխման փուլում են։ Մենք ներկայումս նոր հարաբերություններ ենք ստեղծում Ռուսաստանի հետ, ձևավորում Ռուսաստանի հետ, սակայն մենք իհարկե վճռական ենք եւ կցանկանայինք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց միանշանակ է, որ այդ հարաբերությունները փոխվում են բազմաթիվ գործոնների պատճառով։ Իմիջիայլոց շատ կարևոր է ընդգծել, որ 2020-ի նոյեմբերին Ռուսաստանի եւ Ռուսաստանի նախագահի դերը վճռորոշ եղավ Ադրբեջանի հետ հրադադարի հաստատման հարցում։ Իհարկե, դրանից հետո եղան ստորագրված փաստաթղթի տարամեկնաբանություններ, նոյեմբերի 8-ի փաստաթղթի մասին է խոսքը, ուստի այն վերածվեց հռչակագրի, որը մենք Ադրբեջանի հետ ընդունեցինք Վաշինգտոնում, բայց շատ կարևոր է նշել, որ նոյեմբերի 8-ին Ռուսաստանի դերը եւ անձամբ Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի դերը շատ կարևոր եղավ հրադադար հաստատելու հարցում